Այն ինչ անում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները Վլադիմիր Բայչերի դասի ընթացքում հայտնի թատերական ռեժիսորն ու մանկավարժը համարում է ստորջրյա հսկայական այսբերգի մի փոքրիկ երևացող մասը միայն։ Այսբերգը ռուսական թատրոնի հզոր դպրոցի հիմնասյուներից մեկն է, Միխայիլ Չեխովի թատերական մեթոդը, որի ուսումնասիրությամբ Բայչերը զբաղվել է երկար տարիներ։ Այսօր Միխայիլ Չեխովի կենտրոնի ղեկավարն էր և Չեխովի միջազգային արվեստանոցի համահիմնադիրը։ 3 տարի առաջ վարպետության դասեր է անցկացրել մեր բուհում և հիմա վերադարձել է Երևան շարունակելու դասերը բակալավրիատում և մագիստրատուրայում։ Վստահ է, որ Չեխովի ինքնաճանաչողության մեթոդն այսօրվա թատրոնում մրցունակության լավ դպրոց է և թույլ է տալիս կոտրել բոլոր կարծրատիպերը։ Метод Михаила Чехова дает артисту уникальную возможность познакомиться со самим собой. Միխայիլ Չեխովի մեթոդը արվեստագետին եզակի հնարավորություն է տալիս ճանաչելու ինքն իրեն, այսինքն ինքը Չեխովը գրել է. ձեր աշխատանքի վարձատրությունը կլինի հանդիպումը ձեր ստեղծագործ անհատականության հետ և ներշնչանքի համաձայն ստեղծագործելու իրավունքը։ Սրանք ինձ թվում է շատ կարևոր բառեր են արվեստագետի համար, հանդիպում իր իսկ ստեղծագործական անհատականության հետ։ Փետրվարից մինչև հունիս շարունակվող դասընթացի շրջանակում ուսանողները բացի տեսական գիտելիքներից ձեռք կբերեն նաև գործնական հմտություններ։ Այժմ բեմական խոսքի վարպետության դասաժամին ուսումնասիրում են հայտնի միջազգային դպրոցների փորձը։ Каждый звук ты должен полюбить. Դու պետք է ամեն հնչյունը սիրես, այն առանձին մշակես, բյուրեղացնես։ Մենք գործ ունենք ներքին պրոցեսի հետ, որում օրինակ բաղաձայնները հանդիսատեսի հետ փոխադարձության զգացողություն են առաջացնում, իսկ ձայնավորները սիրո, եւ այսպես զգացողությունների միջոցով մենք գալիս հանգում ենք գաղափարին։ Ինստիտուտում չափազանց կարևորում են բաց դռների քաղաքականությունը, երբ միջազգային հեղինակություն և փորձ ունեցող վարպետները դասավանդում են մեր ուսանողներին։ Ժամանակին Միխայիլ Չեխովին և նրա մեթոդը գրկաբաց ընդունեցին Հոլիվուդում, որով կրթվել են հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Գրեգորի Բեկը, Ինգրիդ Բերգմանը, Դասթին Հոֆմանը։ Իսկ թատերական դպրոցների բազմազանությունը ուսանողներին ավելի կմոտեցնի ժամանակակից թատրոնի նորարարական մոտեցումներին ու մարտահրավերներին։ Համոզված եմ, որ այս մի քանի ամիսը, որ Վլադիմիր Բայչերը դասավանդելու է մեր ինստիտուտում, շատ օգտակար կլինի մեր ուսանողների համար։ Ամենայն դեպս ես արդեն յետում եմ իմ ուսանողներով, որոնք շատ ոգևորված են գնում այդ դասերին, այդ տրենաժներին, այդ խաղերին, և դա շատ բան տալիս է։ Իրականում արվեստում կրթության տեսակետից երբեք չի կարելի սահմանափակվել միայն մի դպրոցով կամ մի մեթոդով։ Իսկ դասընթացի ավարտին ուսանողները Վլադիմիր Բայչերի գնահատմանը կներկայանան արդեն իրենց ստեղծած ներկայացումներով։ Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գրոհում։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։